Գրիգորյանը երկրորդ երրորդ օրը արդեն ինքը որպես կերպար արդեն հետաքրքիր չէր, որովհետև տատանվող մարդը իր հանդեպ, այսպես ասենք, որոշակի վերաբերմունքի փոփոխություն է միշտ լինում, հա, որովհետև բոլորը սպասում են, բոլորը ասեն միանում ենք կոալիցիա չի, ԿՊ-ի ջախջախումը ֆիքսում ենք, այդ ոգևորված կուրաժի վրա արդեն անցնում ենք համապետական գործերի, հանրապետական մասշտաբի գործերի, ու այդ ամենակարևոր պահին ինչ որ համակարգի մի մաս սկսում է տատանվել, խոչընդոտել ընդհանուր հաղթանակին, այսպես ասենք։ Խնդիրը առաջացել էր Մարտուն Գրիգորյանի շուրջ կապված մարդկանց հետ, կուսակիցների, դաշնակիցների եւ այլն, որովհետեւ մարդկանց մոտ հարցեր էր առաջանում, ինչու է այս մարդը լռում, ինչու ենք այսքան ձգձգում, որ մենք չենք կարողանում ֆիքսենք ԿՊ-ի պարտությունը։ Եվ այդ վերաբերմունքը արդեն անցնում էր այն դաշինքին, որը ներկայացնում էր Մարտուն Գրիգորյանը, եւ նաեւ այն քաղաքական ուժերի դաշինքին, որտեղ Մարտունը հանդիսանում է որպես падգամավոր։